Բարևներ բոլորիդ սիրելիներս, ինչպես եք, հուսամ լավ եք ու աշխարհում ընթացող այս վատ առումով եռուզեռը չի անդրադառնում ձեզ վրա, հուսով եմ ապահով եք, որտեղ էլ որ լինեք, չգիտեմ, այս պատերազմական վիճակներից հեռու եք։ Ես անկեղծ ասած մի քիչ անհանգիստ եմ, բայց մեծ հաշվով հանգիստ եմ, բայց նաև անհանգստություն կա սրտումս։ Արեգն արթնացավ, կմիանամ ձեզ քիչ անց։ Ժողովուրդ ջան, Արեգն արթնացավ, տեսեք։ Ինչպես տեսնում եք, արթնացավ ու էլ չկարողացա քնեցնել։ Ուրեմն ինչ էի ձեզ պատմում իմ անհանգստության մասին, թե ինչու եմ անհանգիստ։ Գիտեք, որ վլոգներից մեկում ասել եմ, որ հիմա մենակ եմ երեխաներիս հետ, ամուսինս մեզ հետ չէ, բայց չեմ նշել, թե ուր է գնացել։ Կոմենտներում հարցնում եք, որտեղ է ամուսինդ, ուր է գնացել եւ այլն։ Գործի բերումով Դուբայում է գտնվում, արդեն մի 2 օրից 2 ամիսը կլրանա ու իր յետադարձ թռիչքի օրն էլ է մոտենում։ Ու հիմա գիտեք, թե ինչ վիճակ է Դուբայում, Իրանի եւ Ամերիկայի, մի խոսքով, այս պատերազմական վիճակների հետևանքով փաստորեն Դուբային էլ հերթը հասավ։ Հուսանք, որ չվերթը չի հետաձգվի, որովհետեւ քանի այդպես թռիչքներ հետաձգվեցին ու չեղարկվեցին, ինչպես նաեւ ու գիտեմ, որ հայեր էլ կան շատ, որպես զբոսաշրջիկ գնացել են ու այնտեղ մնացել են, չեն կարողանում ետ գալ ու քանի որ չեղարկվել է տոմսերը, յետադարձ թռիչքի տոմսերը ավելի գները բարձրացել են ու այդպես շատ մարդիկ մնացել են անելանելի վիճակում։ Հույսով սպասում ենք, որ ամեն բան լավ կլինի ու այս ամեն ինչի վերջը կգա ու շատ մեծ տարածում չի գտնի։ Աշխարհը խառնվել է իրար։ Ապրենք, տեսնենք, հասարակ ժողովրդի ձեռքին ոչինչ չկա։ Արեգ, դու սպասում ես պապային։ Այո։ Ասա հա։ Հա։ Այո։ Այո։ Օպրես։ Անցած վլոգից հետո, որտեղ խոսում էի հայ-հնդկական մշակութային հակասությունների մասին, ելքերի մասին, երեխաների դաստիարակության մասին եւ իմ ամուսնուս անձնական փորձով կիսվեցի, այդ վլոգից հետո շատ հետևորդներ են նոր ավելացել, ուզում եմ ասեմ բարի գալուստ իմ հայ-հնդկական անկյուն, շնորհակալ եմ, որ միացել եք, հուսամ չեք հեռանա, եկել եք մշտական բնակության համար։ Գիտեմ, որ Աննայի ալիքից էլ են նոր մարդիկ միացել, շնորհակալ եմ շատ։ Իմ հետևորդներից, եթե չգիտեն, որ Աննայի մասին է խոսքը, Ռուսաստանում բնակվող Աննայի մասին է խոսքը, եթե իրեն չգիտեք, չեք հետևում, կարող եք անցնել ալիքով, հղումը կթողնեմ մեկնաբանության դաշտում, ընտանեկան վլոգ է վարում, իրենք հայ ընտանիք են, մեծ ընտանիք են, 2 եղբայրների ընտանիք միասին են ապրում, սկեսուր, սկեսրայրի հետ, նոր տուն են գնել Ռուսաստանի գյուղերից մեկում են բնակվում ու ցույց են տալիս, Աննան ցույց է տալիս գյուղական կյանքը այնտեղ, թե ինչպես է անցնում իրենց առօրյան, ինչպես են Ռուսաստանում երեխա մեծացնում, զբաղվում են տնտեսությամբ, կտեսնեք, թե ինչպես են նշում իրենց ընտանեկան տոները եւ այլն եւ այլն։ Մի խոսքով նրանք, ովքեր հետաքրքրված են այսպիսի հայ ջերմ ընտանեկան վլոգներով ու սիրում են դիտել նման վլոգներ, կարող են անցնել Աննայի ալիքով եւ բաժանորդագրվել։ Անցած վլոգի կոմենտներին եմ ուզում անդրադառնալ։ Այս կոմենտները ոչ միայն անցած վլոգի տակ եմ միշտ կարդում, այլ նաև նմանատիպ կոմենտներ նկատի ունեմ իմ տարբեր վլոգների կոմենտների տակ իջի։ Վայ, մի րոպե, դարակը բացել է, կանգնել է, դարակներս կջորդվեն, Արեգը դարակները բացում, կանգնում է դարակների մեջ, թռվռում է։ Ամուսնուս դերնել եմ մեծ երեխաների դաստիարակության հարցում, որովհետև ինքն էլ շատ հարցերում շատ նրբանկատորեն է մոտենում, ամեն բանը մենք միասին քննարկում ենք, Ռոնին թե ինչ դժվարությունների առնչվեց, չգիտեմ, թե բակային ընկերների շրջանում, թե դպրոցի, թե նաև մեր ընտանիքում, ոնց խոսեցինք երեխայի հետ ու հետո արդեն երբ որ երեխան չի լինում տարածքում, մենք քննարկում ենք արդյոք ճիշտ էր այդ ձև խոսելը, թե իմ կողմից է լինում բնականաբար վրիպումներ, սխալներ եւ իր կողմից եւ այդպես միասին քննարկում Ուզում եմ ասել, որ ինքն էլ իր մեծ դերն ունի այս հարցում, քանի որ սա իմ ալիքն է, ես եմ վարում վլոգը, շատ ժամանակ գուցե իր մասին չեմ խոսում այդպես անհատական, որպես հայրիկ, իր մոտեցումների մասին եւ այլն, չգիտեմ էլ արդյոք ձեզ հետաքրքիր է թե ոչ, եթե այո, ժամանակ առ ժամանակ կխոսեմ եւ իր կարծիքներով էլ կկիսվեմ, ինքն էլ է շատ հոգատար, լինում են դեպքեր, երբ ես օրինակ գտնում եմ իմ սխալը եւ համաձայնում եմ իր հետ, միասին հասկանում ենք որն է ճիշտ, որը սխալ։ Ինչ բալես։ Storytelling second position, ապրես արևս, արի հելա։ Ռոնին նոր եկավ դպրոցից, սերտիֆիկատ ա բերել։ Storytelling competition-ի համար ես երկրորդ տեղն ես զբաղեցրել։ Այո։ Հա։
Զբաղեցրել է երկրորդ տեղը, առակ պիտի պատմեին, առակ ուսուցողական ինչ-որ միտք պիտի արտահայտեր էլի այդ առակը։ Ինքն է զբաղեցրել է երկրորդ տեղը, բայց իրենց դասարանում առաջին տեղ զբաղեցնող չի եղել։ Միանգամից 2 հոգի երկրորդ տեղ են զբաղեցրել։ Առաջին դասարանից 3 հոգի 2 օր առաջ իրենց նկարները ստացել եմ, էլի անուններն էլ թե ով որտեղն է զբաղեցրել։ Առաջին դասարանից 3 հոգի առաջին տեղ են զբաղեցրել, այնտեղ էլ երկրորդ տեղ չկար։ Երկրորդ դասարանից էլ 2 հոգի, մի աղջիկ, մեկ էլ Ռոնին զբաղեցրել են, չէ՞, երկրորդ տեղը։ Մի խոսքով սերտիֆիկատ երկրորդ տեղի համար։ Շատ լավ է, արևս։ Երկրորդ, երրորդ տեղը կապ չունի։ Ես միշտ իրան ասում եմ, իհարկե էլի եմ ասում, շատ լավ է, որ ինչ որ մի խրախուսական բան է ստանում իր աշխատանքի դիմաց, ավելի ոգևորվում է, որ վայ, էլի հետո լավ պատրաստվեմ եւ այլն, լավ սովորեմ, բայց միևնույն ժամանակ ես միշտ իրեն կրկնում եմ, որ կապ չունի, թե դու որտեղը կզբաղեցնես կամ չես զբաղեցնի ոչ միտեղ, դրանից քո արժեքը չի ընկնում, դրանից մեր սերը քո հանդեպ բնականաբար չի պակասում ու սերը դրանով չի չափվում երեխայի հանդեպ, ծնողի սերը, ու կարևորը քո գիտելիքն է։ Արեգին տակդիրից կտրելու ընթացքի մեջ եմ հիմա գտնվում, մայրիկները շատ լավ կհասկանան, թե այդ ինչ դժվար ընթացք է, բայց ոչինչ։ Ոնց որ ավելի թեթև ու ավելի սահուն եմ անցնում այս ընթացքը, քան օրինակ Ռոնիի հետ էր։ Մի քիչ ավելի բարդ էր Ռոնիի հետ։ Ռոնիի հետ շատ հարցերում ավելի բարդ է ընթացել շատ բաներ։ Ինչա։ Ռուբիկ կուբիկ։ Ամբողջ ես պատրաստել ու այստեղ ամբողջ ես պատրաստել։ Հենց պարապամնում ես Ռուբիկ կուբիկն է վերցնում ձեռքը ու սկսում է բան անել։ Խաղալ։ Հա։ Գույները հավաքել ու վերել մամա տես, հավաքեցի, տես, հավաքեցի ամբողջը։ Ամբողջ բոլոր կողմերը կարողանում ես հավաքել։ Հա։ Եկել ենք ուր բալ։ Ինչի համար ենք։ Այսօր ինչ օր է։ Այսօր կանանց օրն է, մարտի 8-ը, եկել ենք նշենք։ Եկել ենք ճաշի։ Ես, երեխեքը ու իմ սիրելի Անուն միասին։ Ուր Անուն չկա, մենք ռիքշայով եկանք, Անուն մոտոցիկլետով։ Smile։ Հա։ Կապույտ։ Մենք ներսում ենք արդեն, սպասի բալես։ Սիրելիներս, այս կադրերին զուգահեռ ուզում եմ խոսել մարտի 8-ի նշանակության մասին։ Մենք ամեն տարի նշում ենք մարտի 8-ը, այո, միմյանց ծաղիկներ ենք նվիրում, շնորհավորում ենք, տղամարդիկ կանանց մեծ ծաղկեփնջեր ու նվերներ են տալիս։ Շատերի համար սա պարզապես գեղեցիկ ու հաճելի օր է, բայց երբևէ մտածել եք ինչու հենց մարտի 8, որտեղից է սկսվել այս օրը եւ ինչու են աշխարհի տարբեր երկրներում այն նշում։ Շատերը ուղղակի նշում են որպես կանանց տոն, գիտեն մարտի 8-ն է, կանանց տոնն է, մարտի 8-ից ապրիլի 7-ը մեկ ամսյակ է, այդպես ծաղիկներ նվիրելու օր է։ Քչերը գիտեն, որ այսօրվա պատմության մեջ ծաղիկներից առաջ եղել է պայքար կանանց իրավունքների, հավասարության ու արժանապատիվ կյանքի համար։ Այս օրը, որը մենք այսօր գիտենք որպես կանանց միջազգային օր, սկսել է ավելի քան 1 դար առաջ։ 20-րդ դարի սկզբում շատ երկրներում կանայք աշխատում էին գործարաններում, շատ ծանր պայմաններում, նրանք աշխատում էին երկար ժամերով, հաճախ ստանում էին տղամարդկանցից էլ ավելի քիչ աշխատավարձ եւ գրեթե չունեին իրավունքներ ու բնականաբար չէր գնահատվում իրենց աշխատանքը։ Ու այդ ժամանակ կանայք սկսեցին բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, սկսեցին կազմակերպել ցույցեր ու պահանջել ավելի լավ աշխատանքային պայմաններ, արդար աշխատավարձ եւ ինչպես նաև ընտրելու իրավունք, որովհետև ընտրելու իրավունք էլ չունեին։ Եվ օրերից մի օր գերմանացի ակտիվիստ Կլարա Ցետկինը առաջարկեց ստեղծել հատուկ օր, որը կնվիրվի կանանց իրավունքներին եւ նրանց պայքարին։ Այս գաղափարի շուրջ շատ աջակիցներ հավաքվեցին եւ ավելի ուշ պաշտոնապես այն սկսվեց նշվել որպես կանանց միջազգային օր։ Այսօր այո, շատ տղամարդիկ սիրուն թանկարժեք նվերներ են նվիրում իրենց կանանց, իրենց ընտրյալներին, քույրերին, մայրերին, ծաղկեփնջեր են նվիրում, բայց ցավոք
Մեր հասարակության մեջ այսօր էլ շատ կանայք կան, ովքեր ենթարկվում են թե ֆիզիկական, թե հոգեբանական բռնության իրենց ամուսինների, զուգընկերների կողմից, ինչու՞ չէ նաև եղբայրների կողմից, հայրերի կողմից, ու երբեմն իհարկե առաջանում է մի շատ ցավոտ հակասություն։ Նույն այդ տղամարդիկ մարտի 8-ին գնում են մեծ ծաղկեփնջեր, նվերներ են տալիս, չգիտեմ, գուցե գեղեցիկ խոսքեր են ասում, եւ դրսից բնականաբար պատկերն այլ է, կարող է թվալ, թե ամեն ինչ շատ լավ է, բայց իրականում մեկ օրվա ծաղիկը չի կարող փոխարինել ոչ հարգանքին, ոչ կնոջ անվտանգությանը, ոչ արժանապատվությանը, որոնք բնականաբար պետք է լինեն տարվա բոլոր օրերին, այլ ոչ թե մեկ օր եւ արտահայտվեն ուղակի ծաղկեփունջ նվիրելով։ Եթե տղամարդը տարին մեկ օր քեզ ծաղիկ է նվիրում, բայց տարվա մնացած օրերին քեզ վիրավորում կամ նվաստացնում է, հավատացեք, դա սեր չէ ու չի կարող լինել։ Սիրո ոչ մի նշույլ դրա մեջ չի կարող լինել։ Դա պարզապես փորձ է գեղեցիկ ժեստով ծածկել այն ցավը, որը գոյություն ունի տվյալ հարաբերության մեջ եւ իհարկե միջոց է ծածկելու այդ տղամարդու վատ արարքը։ Կինը երջանիկ չէ այն պատճառով, որ տարին մեկ օր ծաղիկ է ստանում։ Կինը երջանիկ է, երբ իրեն հարգում են եւ գնահատում են տարվա 365 օր։ Իրական սերը չի ապացուցվում մարտի 8-ին գնված ծաղկեփնջով, այն ապացուցվում է ամեն օր վերաբերմունքով, խոսքերով եւ հարգանքով, երբ տղամարդը յուրաքանչյուր օր իր վերաբերմունքով ցույց է տալիս, որ իր կողքի կինը գնահատված է, որ արժեք ունի, որ սիրված է։ Գուցե հենց դրա համար կարևոր է հիշել, որ մարտի 8-ը միայն ծաղիկների ու նվերների մասին չէ, այն նաև հիշեցնում է, որ կանայք արժանի են ապրել առանց վախի, առանց բռնության, չէ որ կինն է կյանք տալիս, ծնում է, սնում է։ Շատ կանայք վստահ եմ կհամաձայնեն ինձ հետ։ Իսկ հիմա ուզում եմ ձեզ հարց տալ, ձեր կարծիքով այսօր մարտի 8-ը ավելի շատ ծաղիկների եւ նվերների տոն է դարձել, թե այն դեռ պահպանում է իր իրական իմաստը, այսինքն մենք միմյանց շնորհավորում ենք հաճախ ասելով ուղակի տոնդ շնորհավոր, լինես երջանիկ, թե ինչ որ այլ խոսքեր ենք նաև ասում մատնանշելու, որ այսօր քո իրավունքի տոնն է եւ միշտ տեր եղիր քո իրավունքներին, միշտ պաշտպանված եւ ուժեղ եղիր։ Ես շատ լիահույս եմ, որ ձեզանից շատերը իսկական, իրական սիրո, ջերմության ու հարգանքի մեջ են ապրում։ Թող այդպես լինի յուրաքանչյուր կնոջ կյանքում։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, շատ հետաքրքիր կլինի կարդալ։ And this video is convinced to Spasiare. Ռոնի այն փոքրիկները վեր շարեք, դուր արեգին թողարը փոքրիկ լեգոներով։ Ինչ կանում։ Պատրաստի, դիր սրա վրա։ Ռոնի արեգը դիմացի տա, հա, բանան արեգ, զգուշը։ I want this. Այդպես, դու ձերքը թանի։ This is our seat. Էլի բեր, գնա, գնա։ Էլի ես բերում։ Okay. Dick, Anu. he's calling you. Anu. Arek. Arek te baba. Gina, aperi mot, gina.
Ժողովուրդ մարդ չկա, բոլորը գնացել են, մեր այս ամբողջ խաղասրահը մերն է։ Հա, խաղում ենք բոլորով։ Ասма քեչ ու տեսի ջուր հերու յա գցու։ Քեչ արի քեչ։ Բռնի։ Ես արեգին եմ գցում։ Քիչի։ Ես քսեմ բռնի։ Ես քսեմ բռնի։ Ես տայնի։ Ագին կա։ Նորից տար բալես, նորից տար։ You want Anu auntie or Anu Didi? Anu is fine. Anu auntie, no? Anu is also fine. Okay, if you are fine with it, then you can be friends. Yes. But Anu, but friends but with respect, Ronnie. Okay? Okay. Alright. 100 times. You go up, ha. Gina vere versu erkhon. Ronnie, erkhon hani arevas. Ronnie-ն ամբողջը ծածկել է ահան։ Տուն է սարքել, տեղ չկա էր կանգնելու։ Սպասի արևս, հետ չգնանքնի։ Դե տար, արեգին տար մի հատ մի երկու անգամ է սղացեք ու գնանք արդեն բալ։ Now let's drop this. Սարքեցիր, հիմա էլ քանդում ես։ Հավեսա քանդելը բալ։ Ահան, արեգն էլ կրկնում է, ինչ անում ես կրկնում է։ Արեգ ոնց որ Ռոնի շող կլինի։ Ինչ անում է, արեգը կրկնում է։ Լավ, էդի թող, էդ թող, զգույշ բալես։ Զգույշ չընկնի արեգը, այ բալա։ Վերջ, լավ, սղացեք իչեք։ Սլայդ արա իչի բալա։ Լավ, վերջ։ Գնացինք։
Արեք, Լարիսա խաղաբալ։ Հոպ։ Հոպ։ Խաղա։ Ֆիթնես ակումբն ենք եկել տեսնենք, բայց փակ է։ Այստեղից երևում է մի քիչ։ Ահա։ Գնանք լողավազանը տեսնենք։ Արի, քայլի, արի, շուշ։ Գնա, ապերի մոտ, գնա։ Այստեղ կարող են հարսանիքներ են կազմակերպում, առիթներ, ծնունդներ, մի խոսքով։ Գելենք սպա ծառայություններին ծանոթանալու։ Այստեղ ոտքերի մասաժ 1000, 8000, 800 3000 Nice. Գնացինք, լավ, կգանք հետո ես ու անուն, չէ։ Կգանք իրենց սպա ծառայություններից կօգտվենք։ Ուպր, վերև ենք բարձրանում զգույշ, ձեռքդ դուր։ Դու ուզում ես գաս մերսման, մասաջի։ Հա, չէ, բա ինչ կուզես գաս անես։ Swimming։ Լողալու համար է ոգևորված Ռոնին, կտեսնենք բալջան, լավ։ Պետք է իրենց գրանցվենք էլի այստեղ, մեկ տարվա համար վճարենք, որ նոր կարողանանք դրանալ։ Գնում ենք տուն, լավ ժամանակ անցկացրեցինք, երկար ժամանակ արդեն այստեղ ենք։ Ներսում շատ հով էր, դուրս եկանք արդեն տոթա ու շոկ։ Կել արևս, իչի գնանք, իմ հազնել ոնց որ բռնում է, կոկորդս ծակ-ծկում է, որ մտանք սպա կենտրոն, բույրեր կա շատ տարատեսակ, իհարկե հաճելի բույրեր են, բայց սուր բույրեր են ու կոկորդս մի տեսակ բան եղավ։ Ես շատ հիմա զգայուն եմ, էլի, բաբալա, շախմատ, ամեն ինչ կա, լավ կգնանք տունը, նորմալ կնայենք, հլը, ու տեսնենք այդ, how much? 5 lakhs? 10 euros.